Դեմք չունի էլի, մենակ աշկերս է, մնացած ոչ մի բան չկա, գլուխ, մազ, սաղ վարված է։ Քանի անգամ ես մահը տեսել։ Ու հերթով քնում էինք դրա վրա, որտեղ տեղ չկար։ Մի շաբաթվա մեջ մի կտոր հաց էիր կերել, դու ամենաերջանիկ եւ ամենակուշտ մարդն էիր։ Հիշում ես այդ պահը, որ քայլեցիր։ Իհարկե։ Գնացես բժշկուին, գնացես նայեց, ասեց, հա, մեռավ։ Ֆրազ դեպի ինձ, ասեց, ձեր նույն վիրահատությունն էին արել, գիտես, չէ՞։ Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում, որը լքեցինք 1992 թվականի ապրիլի 9-ի գիշերը, որը եղավ Մարաղայի ջարդը։ Ապրիլի 10-ին եղավ Մարաղայի կոտորածը, որը մի գիշերվա ընթացքում 300-ից ավել մարդ մորթեցին, սողոցով կտրեցին եւ այլն, շատ դաժան։ Մենք այդ անտառից մոտավոր 2 ամիս տևեց, մինչեւ հասանք Մարտակերտ։ Երկրորդ տունը երբ ես կորցրել։ Երկրորդ տունը դիրքերում էի, որ զանգեցին, ասացին, մինչեւ 11-ը ժամանակ ունես, ստորագրածով, ոնց որ այդ տարածքն էլ անկնում։ Ու ես գնացի, միայն վերցրեցի մեր ընտանեկան ալբոմները ու դուրս եկա գյուղից։ Այդ երկրորդն էր եւ երրորդը 21-ին Ստեփանակերտում վերցրեցի։ Իմ համար ինքը բացարձակ արժեք է, իմ համար ինքը հերոս է եւ իմ համար ինքը աշխարհի ամենասուրբ մարդն է, որ կարար լիներ այս կյանքում։ Ժո դա ճակատագիր չի։ Դա ուղղակի մենք լավ չենք քաղել այդ դասերը ու լավ չենք սովորել։ Ես միշտ ասել եմ ու միշտ ասում եմ իմ արվեստը ապրելու մասին է։ Անունը դրել եմ հայրենասիրական ռեփ։ Արցախի 75%-ը կորցրեցինք, Արցախի 80%-ը զգաց երգը, ապրեց այդ երգը ու ոնց որ իր կաշվի վրա զգաց։ Ես ասեցի մենք իրար հետ դեռ պետք է երգենք ու հաջորդ օրը ինքը արդեն չի խոսում ինքնասպանության մասին, ինձ հարցնում է երբ ենք իրար հետ երգելու։ Շատ քիչ մարդ գիտի դրա մասին, ես դրա մասին ինձ թվում է տենց ոչ միտեղ դեռ չեմ խոսացել։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ ամենասկզբից խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-ին պաշտոնական ալիքին, սեղմեք զանգի կոճակը։ Ինչպես նաև թողնեք մեկնաբանություններ, որովհետև ես դրանք միշտ սիրով ընթերցում եմ, որովհետև նաև հենց ձեր շնորհիվ է, որ ալիքը ակտիվ է եւ այլ ավելի շատ թվով մարդիկ են դիտում։ Ես էլ սիրով շարունակում եմ Հերմինե դիալոգ նախագիծը։ Ինչպես նաև միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որովհետև այնտեղ լուսանկարները, տեսանյութերը մշտապես թարմացվում են եւ իհարկե մի փոքր էլ այսպես անձնական կյանքից կարող եք դրվագներ տեսնել, ինչը գիտեմ, որ շատերին հետաքրքիր է։ Լավ, անցնենք այսօրվա մեր թողարկմանը։ Ես գիտեմ, որ դուք ամեն անգամ անհամբերությամբ սպասում եք իմանալու համար, թե ով է այսօրվա հյուրը։ Այսօրվա իմ հյուրը իսկապես մի հերոսական մարդ է, ով իր կյանքի տարիների ընթացքում, չնայած շատ երիտասարդ է, բայց հասցրել է անցնել Արցախյան բոլոր պատերազմների միջով։ Ամեն անգամ հրաշքով փրկվել է, կենդանի է մնացել, ողջ է մնացել եւ չի պարտվել եւ որոշել է, որ պետք է ապրի եւ մահանալու է միայն կյանքից, այլ ոչ թե մահից։ Խոսքս արցախցի рэպեր Լյոկայի մասին է։ Գնամ դուռը բացեմ եւ դիմավորեմ ընկերոջս։ Ողջույն հարգելի սիրելիներ, ես սենց բարձր տրամադրությամբ շտապում եմ Հերմինե Ստեփանյանին հյուր, նա ինձ խոստացել է համով սնունդ, իսկ ես նրան հետաքրքիր պատմություններ։ Այնպես որ հետևեք Հերմինե դիալոգին, շատ լավ ու հետաքրքիր հաղորդում է սպասվում։ Կապի մեջ։ Ես արդեն Հերմինեին շենքում եմ եւ բարձրանում եմ տուն։ Привет։ Ինչպես եք։ Լավ։ Ես խորհրդանշական նվեր եմ դերել։ Արի մի հատ պատմի։ Ոնց եմ սիրում քեզ, որ քո ամեն ինչի մեջ խորհուրդ կա։ Ես բոլոր հաղորդումները տեսել եմ, որ բոլորը ծաղիկներ են բերել։ Հա։ Ես որոշեցի կյանքի խորհրդանիշ բերեմ, որը նուռն է։ Նուռը, հա։ Արցախյան նուռ է։ Լուրջ ես ասում։ Իսկ բայց պիտի օգնես խնամելն էլ հասկանան, որովհետև ես որպես գաղտնիք ասեմ շատ վատ բույս պահող եմ, էլի։ Հա, չէ։ Ես ֆանատ եմ բույսերի։ Հա, կօգնես դե։ Հենց մի քիչ ծառը մեծանա, հաջորդ հաղորդմանը որ գամ, կտեղափոխենք ավելի մեծ։ Հա, իրան պետքա մի հատ տեղափոխենք։ Այո, որ մի քիչ մեծանա, պետքա տեղափոխել, որ արմատները մեծանան։ Իսկ եմս փոքր նռերա տալիս է դրանից։ Ոյ, վերսի։ Չէ, սենց, մի րոպե, սենց։ Հա։ Ինչ են հասկանում, որ սենց են անում։ Դու չես անում սենց։ Ինչ որ անես։ Ապետ չի անես։ Լյոկա։
Նորից բարի գալուստ։ Շնորհակալություն։ Իմ հասցեն նույնն է, չի փոխվել։ Մերն։ Գիտեմ։ Շատ ուրախ եմ քեզ ասել բարի գալուստ իմ տանը, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար այս միջավայրում։ Շատ շնորհակալություն։ Իրականում մի քիչ վախենալու է քեզ հետ հարցազրույց անելը ինչի ասեմ, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ թեմաները, որոնք որ քննարկելու ենք, այդքան էլ հեշտ թեմաներ չեն, բայց ես այս քանի օր անդադ ուսումնասիրում եմ քո հարցազրույցները եւ sense քեզ փորձում եմ ուրիշ տեսանկյունից նայել ու հասկանում եմ, որ դու այն եզակի մարդկանցից ես, ում հետ կարելի ամենաբարդ թեման քննարկել նույնիսկ այդպես ժպիտով, ծիծաղով, առանց վախենալու եւ նույնիսկ երբ որ հաղորդումը սկսում էի ինքս ինձ որոշեցի որ այսպես քո հետ կապված պետք է մի հատ ֆրազա ասեմ որ դու այն եզակի մարդկանցից ես ով կյանքը այնքան է սիրում որ ինքը հաստատ մահից չի մահանալու ինքը կյանքից է մահանալու չգիտեմ ինչքանով ճիշտ Ես սիրուց եմ մահանալու կամ սիրուց կամ կյանքից հա ինձ թվում է ճիշտ եմ չէ ասել Երևի չգիտեմ Ինձ թվում է նախ շատ անչափ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար մեր մոտ բան կա ոնց որ տենց սովորույթ կա որ եթե մարդ մեկին իր տունը հրավիրում դա այն ամենաբարձր հարգանքի բանն է որովհետև տունը դա առանձին մի սրբատեղի է այսպես ասած շատ շնորհակալություն շատ ուրախ եմ որ հրավիրել ես իսկ ինչ վերաբերվում է այդ ցավի մասին խոսալու ինձ թվում է դա նորմալ է ինչի Նորմալ է, որ կարող ես դրա մասին հանգիստ խոսալ, ժպտալ եւ անցնել առաջ։ Որովհետեւ եթե կա ինչ-որ ցավ, որը որ քեզ խանգարում է, կամ քեզ ցավացրել է ժամանակին, քո համար շատ ծանր է, քո համար շատ դժվար իրավիճակ էր, իսկ քանի որ կյանքը շարունակվում է, դու երկու տարբերակ ունես, կամ ընդունես իրականությունը այնպես ոնց կա, սառը ուղեղով նայես այդ իրականության աչքերին եւ անցնես առաջ, կամ մնաս դրա տակ եւ տանջվես ամբողջ կյանք։ Ես ընտրել եմ առաջի տարբերակը, որովհետեւ նորից եմ կրկնում, կյանքը շարունակվում է։ Մենք այսպես թե այնպես շարունակելու ենք ապրել, շարունակելու ենք մարդկանց հետ հաղորդակցվել, շարունակելու ենք այդ թեմաները անընդհատ հիշել, տեսնել եւ այլն։ Եթե դու դա քո մեջ չհաղթահարես եւ անցնես, դու ամբողջ կյանքդ կմնաս տենց։ Իսկ ես չեմ ուզում տենց մնամ անընդհատ, որովհետեւ Իմ համար մի հատ շատ sense բան կարևոր բան կա, շատ չեմ ուզում դեպի այդ կողմ խորանամ։ Իմ համար կա մի հատ պարտավորություն, ու ավելի վեր է, քան պարտավորությունը, ահագին մարդ չապրեց, որ մենք ապրենք։ Մենք ով ենք, որ չապրենք։ Ահագին մարդ չապրեց, որովհետև գնաց հասկացա ինչ ես ասում։ Գնաց մեր ապրելու համար պայքարեց եւ չապրեց, չվերադարձավ։ Մենք պարտավոր ենք իրենց համար ապրելու։ Եթե դու քո կյանքից զզվել ես ու չես ուզում էլ ապրես, օքեյ, բայց այդ մարդկանց համար դու պարտավոր ես ապրել։ Որովհետև այդ մարդիկ չեն ապրել, որ դու ապրես։ Ես հասկանում եմ, բայց նայ, մենք խոսում ենք համընդհանուր այսպես մարդկության մասին, իսկ համընդհանուր մարդկությանը տրված խնդիրները մի քիչ տարբերվում են այն մարդկանցից, այն երկրներից, այն ազգերից, ովքեր պատերազմներ են անընդհատ տեսնում։ Ու մեկը ով որ անցել է պատերազմի բոլոր բովերի միջով, երբ որ այդ մարդն է ունենում նման վերաբերմունք, այդ մի տեսակ են որ այդ ինչ ուժ պիտի լինի։ Այդ մի տեսակ նորմալ չի, չէ։ Մի տեսակ, հա։ Դե ես աննորմալ եմ երևի, բայց ես տենց եմ ու ինձ դա դուր է գալիս ու ես հնարավորինս փորձում եմ մարդկանց մեջ էլ այդ սովորությունը մտցնեմ, որ պետք չի անընդհատ լացել։ Որովհետև երբ որ դու անընդհատ լացում ես, քո աչքերը կուրանում են եւ դու սկսում ես էլ ոչ մի բան չտեսնել։ Եվ սա փոխաբերական իմաստով եմ ասում։ Այո։ Սկսում ես ահագին բան չտեսնել։ Սկսում ես չտեսնել քո ընտանիքի հաջողությունը, սկսում ես չտեսնել քո հաջողությունը, սկսում ես չտեսնել քո հարազատ մարդկանց շրջապատում, չգիտեմ, X բաներ։ Ու արդեն ոնց որ ինքդ քո մեջ սկսում ես փակվել։ Իսկ դա տենց չի կարելի։ Անշուշտ։ Ես քո փիլիսոփայությունը ամբողջովին կիսում եմ եւ առաջարկում եմ, ինչպես ասացիր, աննորմալ եմ, աննորմալ համեղ եւ յուրահատուկ գինով սկսենք մեր հանդիպումը, սպիտակ թարիրի ենք իրար հետ վայելելու, լոկա։ Ես երկար մտածում էի ինչով իրար բարի գալուստ ասենք եւ հասկացա, որ սպիտակ գինին պիտի որ լինի շատ լավ սկիզբ մեզ համար։ Okay, սիրով։
ու sense վրցնելով են, չէ՞ անում։ Ես ճիշտն ասած տենց շատ մասնագետ չեմ գինում։ Ես ավելի շատ սիրում եմ տեկիլա, եթե անկեղծ, բայց այո, նույնիսկ նաև գինով անատ եմ։ Դե ինչ, բարի գալուստ, մեկ անգամ եւս ես առաջարկում եմ մենք վայելենք մեր միկում գինին, տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ եւ ճաշենք, որտեւ ես խոստացել եմ, որ քեզ կերակրելու եմ, կամ ինչպես դու ասացիր, հա, փաստորեն դու 2 ժամ տանջվելու ես, որ ես հաց ուտեմ։ Ես սիրում եմ հաց կիսել մարդկանց հետ, ես սիրում եմ մարդկանց հավաքել սեղանի շուրջ, դա ինձ համար շատ կարևոր խորհուրդ ունի։ Կճաշենք, կվայելենք մեր գինին ու կզրուցենք կյանքից, մահից, պատերազմից, Okay. եւ ընտանիքից։ Okay. Բարի գալուստ։ Շնորհակալություն։ Այսօր որպես առաջին ուտեստ մատուցելու եմ շատ հետաքրքիր աղցան լոլիկով եւ խուրմայով։ Մի փոքր տարօրինակ համադրություն է, համաձայն եմ, բայց շատ հետաքրքիր, շատ համեղ եւ շատ թեթև։ Ես օրինակ մեծ հաճույքով լանչին վայելում եմ մեկ ափսե։ Սկսում ենք լոլիկից։ Կտրում ենք լոլիկը։ Խուրմայի կեղևը մաքրում եմ եւ կտրատում եմ։ Ավելացնում եմ նաև համեմ, հենց այսպես մեծ կտորներով։ Ավելացնում եմ նաև թարմ անանուխի տերևներ, մանր շերտատած կարմիր սոխ և ռիկոտա, աղ, մի փոքր քացախ և ձիթայուղ։ Տեսքը հետաքրքիր է։ Իսկա բովանդակությունն էլ պիտի որ վատը չլինի, հիմա կպատմեմ։ Okay։ Բայց մինչև այդ ես շատ հավանեցի սա։ Որի վրա գրված է տուն։ Այո։ Հա։ Ճիշտ ասած հատուկ հենց այս օղակը ընտրեցի։ Փորձենք հետո հարցնեմ ինչ եմ հենց սա ընտրել։ Okay։ Ուրեմն փորձելու ենք խուրմայով, լոլիկով, ռիկոտայով, շատ թեթև աղցան, որ այսպես ճանապարհ կհարթի նաև մեր հաջորդ հիմնական ուտեստի համար, բայց առաջարկում եմ այսպես խառնենք, որ համերը խառնվեն իրար։ Okay։ Ես նաև շատ լավ խոհարար եմ։ Ես գիտեմ, սարերում քո պատրաստած բաստուրմայով ձվածեղ է, ասեմ։ Է որ նախանձեր առաջացնում կոնկրետ։ Այո։ Դե սարերում սարքած ամեն ինչն էլ համարվա չէ։ Ես շատ եմ սիրում եւ ժամանակին շատ էի տենց բարձրանում էի սարեր, տենց օրերով մնում էի այնտեղ ու տենց համով բաներ էի սարքում։ Դե բայց հիմա արդեն ժամանակը չի նայում։ Ես ոնց հասկացա նաև կա բան, արքայա խնձոր։ Սա հենց խուրման է, որովհետև ոչ թե արքայա նարինջն է, այլ այն որ չի սևանում խուրման է այդ մեկն է։ Okay։ Ես ուղղակի որ խուրմա ասում են, այն չորացրած։ Արմավի հետ է, չէ՞, հա։ Համաձայն եմ։ Բայց եթե հանկարծ սա չհավանես, ես արմավ կավելացնեմ։ Ծառը դրսում դրած։ Ես տեսել եմ։ Լավ, փորձենք։ Հետաքրքիր է կարծիքդ։ Չէ, շատ լավն է։ Անկեղծ շատ լավն է։ Խուրմայի հետ Ես իրականում այս օղակը, որ ասացի հենց այնց չի, որ հատուկ եմ ընտրել, ես շատ ուզում եմ իմանալով, որ դու մի քանի անգամ տուն ես կորցրել։ Երևանում վերջը քո սեփական տունը կարողացար ունենալ, թե դեռ ոչ։ Դեռ ոչ, բայց ընթացքի մեջ է, ու ոչ Երևանում, Երևանից մի քիչ դուրս։ Այո։ Որովհետև ես տենց ավելի շատ լռություն եմ սիրում, բնություն եմ սիրում, տենց հանգիստ տարածք եմ սիրում ու Երևանից մի քիչ հեռու նոր տարածք եմ վերցրել եւ Աստծո հաջողությամբ մյուս տարի ավելի տենց բան կսկսենք շինարարությունը ու ենթադրում եմ, որ հենց մյուս տարի էլ կվերջանա։ Ես երազում եմ, որ դա լինի քո
չասեմ վերջին տունը, բայց մնացած տները արդեն լինեն ոչ թե ստիպված, որ պիտի գնես, այլ լինեն ավելացում այդ ամեն ինչին քո կապիտալին։ Շնորհակալություն, ես ուզում եմ, որ ձեր ցանկությունը իրականություն դառնա։ Ես մի փոքր նվեր ունեմ քեզ, իմ սիրելի գործընկերոջ հետ միասին, Վալան գրուպը Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկերն է եւ փոքրիկ նվեր է քեզ համար պատրաստել։ Սկսենք թեթև բաներից։ Մի հետաքրքիր արշավ ենք սկսել, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք, որովհետև նաև փորձում են վերականգնել հին կառույցները եւ իրենց ներդրումը ունենալ։ Առավոտյան, այն որ սիրում եք տարբեր հաղորդումներ նայել, նախաճաշել, հետո էլ սուրճ խմել, հետո այսպես շոկոլադի հավաքածու, կրկին Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք կարգախոսով եւ Վալան գրուպը արդեն որքան ժամանակ է ունի մեծ արտադրամաս, որտեղ պատրաստվում է շատ բարձրակարգ կահույք եւ ձեր նոր տան համար 15% զեղչ ամբողջ կահույքի տեսականու համար կարող եք քո դիզայները նախագծել, կարող են Վալան գրուպի աշխատակից դիզայներները նախագծել եւ դուք ունենաս քո տունը քո կահույքով։ Շնորհակալություն, merci շատ։ Լավ, շարունակենք, սա կողտնենք։ Այո, շնորհակալություն շատ։ Շարունակելով տան թեման, ես գիտեմ, որ դու առաջին անգամ, երբ ստիպված եք եղել թողնելու ձեր տունը, եղել ես ընդամենը 2 տարեկան, 8 ամսական, 3 տարեկան մոտ։ Բայց հիշում ես այդ ամեն ինչը։ Հիշում ես, թե պատմել են եւ այդ հիշողությունները ավելի շատ պատմելու միջոցով է ձևավորվել քեզ։ Մեծ մասը պատմելու միջոցով է ձևավորվել, որովհետեւ այն ժամանակ, որ այս հիմիկվա գadgetները եւ տենց մնացած բաները չկար, մեր ընտանիքի ամենա սիրած զբաղմունքը բանն էր, որ երեկոները հավաքվում էինք մոմի լույսի տակ, ամբողջ ընտանիքով հավաքվում էինք եւ ինչ-որ տենց թեմայով խոսում էինք, պատմում էինք այդ անցած ճանապարհին ու իմ ամենասիրած զբաղմունքը նա էր, որ ես միշտ մամային եւ պապային հարցնում էի, բանդեղ էս ինչը ոնց է եկա, էս անընդհատ sense հետաքրքրվում էի, որ ավելի մանրամասը ես վիզուալ ուզում էի տեսնել այդ ամեն ինչը։ Որտեղ էր առաջին տունը։ Լենինավանում, Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում, որը լքեցինք 1992 թվականի ապրիլի 9-ի գիշերը, որը եղավ Մարաղայի ջարդը։ Ապրիլի 10-ին եղավ Մարաղայի կոտորածը, որը մի գիշերվա ընթացքում 300-ից ավել մարդ մորթեցին, սողոցով կտրեցին եւ այլն, շատ դաժան։ Ու 11-ին առաջին մարդը, որ մտել է գյուղ, եղել է Քերոլայն Քոքսը, ու տեսախցիկով եւ ամբողջը վավերագրել է։ Կա այդ ֆիլմը, համացանցում էլ կա եւ այլն։ Ու այդ համ կադրերը տեսնելով, համ իրականը տեսնելով, համ կողքից անընդհատ դա պատմելով, ոնց որ իմ մոտ վիզուալիզացվել է այս ամեն ինչը ու տենց սկսել եմ ավելի པարզ դենալ ու ինչ որ մեկ ինչ որ բան որ պատմում էր, ես այդ հետքով գնում էի, ոնց որ տենց վավերագրական գործ էի, հետքով գնում էի, տարբեր մարդկանցից տարբեր ինֆոներ էի վերցնում ու հետո համեմատում էի իրար հետ ու տենց հիմնականում մեծ մասը իրականություն էր։ Ու տենց իմ մեջ դա տպավորվել է։ Բայց տպավորվել է նաև գյուղից փախնելու մի քանի տեսարան իմ համար, որը չգիտեմ ոնց է դա տպավորվել, բայց ես հիշում եմ, որ մենք գյուղից որ դուրս եկանք, մի հատ տանկ եկավ, մեզ բոլորից, ինքը գնում էր դեպի գյուղը, իսկ Մարաղան ու Լենինավանը մի հատ փողոց էր, փողոցի աջ մասը Մարաղան էր, ձախ մասը Լենինավան կամ Կնեբ, որ ասում էին այն ժամանակվա, ու որ Մարաղայի ջարդը սկսեց, դե բնականաբար այդ գյուղի բոլոր ժողովրդին տարհանեցին, դեպի կողքի գյուղ, Սերսունան էր կոչվում, այդ կողքի գյուղ, որ տանկ էր գալիս իրանց որպես բան, օգնության, այդքան ժողովրդին տեսնել, դե բոլորը կանայք եւ երեխաներ են, տղամարդիկ արդեն կռվում էին։ Տանկը ոնց որ բոլորին վերցրեց իր վրա, մի քիչ ավելի հեռու տեղ տարավ, ավելի արագ, ոնց որ ավելի անվտանգ տեղ տարավ մեզ, թողեց մեզ տեղ անտառի մեջ, ինքը նորից հետ եկավ, ու մենք այդ անտառից մոտավոր 2 ամիս տևեց մինչև հասանք Մարտակերտ։ Անընդհատ հա կրակում էին, հա ճանապարհ էինք փոխում, որովհետև ինչ որ դիվերսիա էր մտնում, ու տենց այդ ճանապարհը մոտավոր մի 70-80 կիլոմետրի չափ էր, ու այդ ճանապարհը մենք անցանք մոտավոր 2 ամիս, մինչև հասանք Մարտակերտ, իսկ այդ 2 ամսվա ընթացքում անտառի մեջ առանց սնունդ, առանց ոչ մի բան, առանց շոր, առանց պայմաններ,
Դեղ չգիտեմ, դեղ կրակ անելով ինչ որտեղ բոլորս իրար գրկելով որ տականանք, չգիտեմ, այդ պայմաններով հասնում ենք Մարտակերտ, հետո Մարտակերտից Պողոսագոմեր, հետո Չլդրան, ու տենց հետո պապան Պողոսագոմերից հետ որ գալիս ենք, այնտեղ իմ պապիկը տուն ուներ, գնում ենք պապիկի տուն, մի քիչ ապրում ենք այնտեղ, հետո պապան գիշերով գալիս է, մեզ տանում է Ստեփանակերտ, հետ է գալիս Պողոսագոմեր, տենում է այդ նույն տունը, որտեղ որ մենք ապրում ենք, գետնին հավասարացրած։ Ու բան են անում, ոնց որ հրթիռակոծում են այդ գյուղը ու գյուղի 70%-ը ավիրվում է սա տները, ինչքան տուն կա այդտեղ։ Երկրորդ տունը երբ ես կորցրել։ Երկրորդ տունը արդեն այդ դեպքերից հետո տեղափոխվում ենք նոր Մարաղա, Վագիվ Համբարձումյանը հիմնում է մի հատ գյուղ, անունը դնում է Նոր Մարաղա եւ Մարաղայի եւ Լենինավանի ժողովրդին հավաքվում է մնացած ժողովրդին, հավաքվում է այդ գյուղում եւ ստեղծում են Նոր Մարաղա։ Եվ շարունակում են տեղ ապրել, մենք այդ ընթացքում Մարտակերտում էինք ապրում, ոնց որ մեզ տեղ տուն տվեցին, դե տուն տալը այդ հարաբերական ասված էլի հողամասեր առանց տան առանց կտուրի, պրոստը ցենց պատեր կար մի քանի հատ, վառած, աղիրած ցենց։ Պապաս տեղափոխվեց այդ գյուղ, սկսեց տունը սարքել զրոյից, մենք էլ ամառային արձակուրդներին գալիս օգնում էինք, ցենց մենք մեր տունը ոնց որ սարքեցինք մենք մեր ձեռքով։ Ու տեղափոխվեցինք, սկսեցինք Մարաղա ապրել արդեն։ Այդ Մարաղան իմ երկրորդ տունն էր, որը 2020-ին։ Այս պայմանագրով ես դիրքերում էի, որ զանգեցին, ասցին մինչև 11-ը ժամանակ ունես ստորագրածով, ոնց որ այդ տարածքն էլ անկնում, ու ես գնացի, միայն վերցրեցի մեր ընտանեկան ալբոմները ու դուրս եկա գյուղից։ Այդ երկրորդն էր եւ երրորդը 21-ին Ստեփանակերտում վերցրեցի մի հատ էլի տենց տուն, զրոյից էլի սկսեցինք սարքել, բաներով, այդ ներսի ռեմոնտով իր ամեն ինչով սաղարեցինք, նոր կահույքը դրեցի ու ամբողջը իրար վրա դրած եթե հաշվեմ, մի ամիս ու կես չեմ ապրել այդ տանը, չեմ հասցրել ապրեմ այդ տանը, էլի։ Լյուկա, տղամարդկանց խնդիրները նման իրավիճակում այլ է, կանանցը այլ։ Այո։ Մաման 5 երեխայի հետ այդ ամեն ինչի միջով ո՞նց է անցել։ Չեմ կարող հիմա ասեմ ոնց է անցել, անկեղծ չեմ կարող ասել, որովհետև Չես կարող դեռ չես պատկերացնում, այո, չեմ պատկերացնում, բայց չգիտեմ, իմ համար այն ժամանակ էլ հիմա էլ դե կարծում եմ բոլոր երեխաների համար իրանց ծնողը հերոս է, բայց կոնկրետ մաման իսկական հերոս էր, որովհետև պատերազմի հենց առաջին օրվանից պապան գնաց պատերազմ, մարտի դաշտ, ինքը մնաց մենակ, 5 երեխա, տարբեր տարիքի, այդքան երեխաների ոնց որ բանի նման տենց իրա թևի տակ պահել, այդքան անտառների մեջով, այդքան գյուղեր, այդքան ճանապարհներ, այդքան դժվարություններ, ու այդքանին պահել, այդքանին տիրություն անել, այդ վստահեցնում եմ դա հեշտ գործ չի, բացարձակ ու առավել եւս, որ այդ ընթացքում մյուս եղբայրս վիրավորվեց, ես վիրավորվեցի հետո ես վառվեցի, հետո մյուս եղբայրս, ոնց որ անընդհատ ինչ որ վատ sense բաներ էր կատարվում ու այդ ընթացքում ինքը պետքա հասցներ համ մտածել ոնց մեզ կերակրի, համ մտածել ոնց մեզ բուժի, համ մտածել ոնց անի որ նոր փորձանք չգա մեր գլխին, հասկանաք, ինքը ահավոր դժվար եւ ահավոր բարդ կյանք էր այդ ժամանակ ու ես չգիտեմ խոսքերով չգիտեմ ասել որ ես երախտապարտ եմ, ես երջանիկ եմ, ես չգիտեմ ինչ եմ որ ինքն է իմ մայրը եղել ու ինքն է ինձ դաստիարակել, այդ նշանակում է ոչինչ չասել, չգիտեմ, ես չգիտեմ, ես իմ ապրելով իմ կյանքով եմ փորձում շնորհակալ լինել, որովհետև անկեղծ եմ ասում, ինքը իմ համար օրինակ է, թե ինչ մայրը, կինը ինչպես պետքա լինի։ Իմ համար ամենաառաջի օրինակը ինքն է։ Ու դրա համար ես միշտ որևէ մարդու, որևէ ընտանիք, որ մտնում եմ, իմ համար ես այդ ընտանիքը ասոցացնում եմ կամ նմանեցնում եմ, ասում եմ, եթե այս իրավիճակը մեր ընտանիքում լիներ, ոնց կլիներ եւ ստեղ ոնց է։ Իմ համար ինքը բացարձակ արժեք է, իմ համար ինքը հերոս է եւ իմ համար ինքը աշխարհի ամենասուրբ մարդն է, որ կարար լիներ այս կյանքում։ Ինչն է մարդուն ամեն անգամ մղում, որ անցնելով այդ ամեն ինչի միջով վառվել, վնասվել,
վիրահատվել, երկաթով ապրել, բայց այնուամենայնիվ այդ ինչն է, որ տանում է էլի ու էլի մտցնում է այդ պատերազմի մեջ։ Չգիտեմ, ստեղ կուզենայի ասեի համառությունը, բայց չէ։ Ինչն է։ Չեմ կարող ասեմ ինչն է, եթե անկեղծ, բայց երևի ավելի շատ ձգտումը, ապրելու ցանկությունը ու բանը։ Մեր բարբառով մի հատ սիրուն բառ կա, կողքը հստոտումը։ Այդ կողը հաստ լինելը, էլի, հա, այն որ իրան ասում են սա քոնը չի դու ստե չպետք է մնաս, բայց ինքը ասում է չէ, ես սա իմն է, ու ինքը ուզում է դա հակառակը ապացուցի, որ դա իմն է ու ինքը ճիշտ է, ուղղակի իր ձայնը չեն լսում, իրան ավելի քիչ են լսում, քան այն դիմացինին, որը որ ասում է դա քոնը չի։ Ու ինքը իր մնալով եւ իր համառությամբ եւ իր այդ ապրելով ուզում է հակառակը ապացուցի, որովհետեւ ինքը ճիշտ է։ Ու տենց իրավիճակներ կա, չէ, երբ որ դու ճիշտ ես լինում ինչ որ իրավիճակում, տենց ուզում ես պայթես քո մեջից, որ չեն հավատում, չես կարող ապացուցես, որ դու ճիշտ ես, տենց պայթում ես քո ներսից։ Ինձ թվում է դա նաև դա է, բայց նաև մի քիչ էլ, չգիտեմ, կարելի է ասել մի քիչ էլ ճակատագիրն է տենց, բայց այդ ճակատագիր ասվածն էլ է, էլի մի քիչ, չգիտեմ ինչքանով է, իմ կարծիքով դա մի քիչ տենց սնահավատորեն այդ բան կա դրա մեջ, այդ ճակատագիրը որն է, այդ ինչ է։ Ինչ է։ Չգիտեմ, դրա համար որ ասում են դե հայերիս ճակատագիրն է տենց, ախր ճակատագիրը որն է, երբ որ ինչ որ պատմությունից, ինչ որ անցածից մենք դասեր չենք քաղում եւ ինչ որ բան նորից է լինում, մենք ասում ենք դա ճակատագիր, դա ճակատագիր չի։ Դա ուղղակի մենք լավ չենք քաղել այդ դասերը ու լավ չենք սովորել։ Ընդամենը։ Պետք չի մեր վրից գցենք այդ պատասխանատվությունը։ Դա մեր մեղավորությունն է, մեր մենք ժամանակին լավ չենք արել տվյալ բանը, դրա համար հիմա նորից դրա համար պատասխան ենք տալիս։ Այդքանը։ Քանի անգամ ես մահը տեսել։ Շատ։ Ամենամոտը որ պահին ես եղել մահվանը։ Առաջինը երևի այդ 2 քանի տարեկանում որ վառվեցի, հետո վիրավորվեցի, չէ, հա, վառվեցի, հետո վիրավորվեցի։ Առաջինը երևի դա էր, որ տենց ամբողջ դեմքս ոնց որ դեմք չունեի, էլի, մենակ աչքերս էր։ Մնացած ոչ մի բան չկա, գլուխ, մազ, սաղ վառված է։ Ու բժիշկները ասել էին, չգիտեմ, ասել էին ինչ որ ուղեղին այդ տաքությունը ոնց որ տվել է, ինչ որ խնդիր է տվել, հա անկեղծ եմ ասում։ Ասել էին, որ բան է, տենց մի քիչ կարող է բան լինի, ինչ որ սինդրոմներ լինի։ Մաման ասել էր, օքեյ, ոչինչ, ես չեմ բան անում, էլի, չեմ ափսոսում կամ չեմ բան անում։ Ես իմ երեխուն կպահեմ, կմեծացնեմ ու փառք Աստծո ոչ մի բան չեղավ։ Հետո որ վիրավորվեցի, դե այդ вообще շատ ավելի շատ փոքր էի, ինձ խնդալով եմ պատմում։ Ես պատմում ես մի բան, որը շատ ցավեցնող է։ Հա, բայց քո վերաբերմունքը տեսնելով նաև մի տեսակ այսպես կինոյի կադրի նման եմ այդ ամեն ինչը տեսնում ու քո պոզիտիվը տեսնելով նաև իմ մոտաժպիտ առաջ։ Դե երբ որ դու պատմում ես մի բանի մասի, որը երբ որ պատմում ես, որ կարայր մեռնեիր, այդ արդեն լավ է, որ դու հիմա դա պատմում ես։ Լավ չի որ չես մեռել ու հիմա պատմում ես։ Ավելի լավ չի խնդալով պատմես, որտեղ չի եղել, որտեղ եթե լիներ իմ հաստատ չէիր պատմի ու կապ չէր ունենա, խնդալով ես պատմում թե ոնց։ Ու տենց, բայց ամենամոտը։ Բայց այդ տաքությունը մի քիչ ազդել է ոնց որ։ Դե հա։ Որ կարողանում ես վստահ։ Ու ես ուրախ եմ դրա համար։ Եթե սենց ազդեցություն ունենա, ես կուզենամ մի հատ էլ տականամ։ Լավ, խնդրում եմ։ Վիրավորվելուց մասին պատմիր։ Այդ փոքր ժամանակ էր, դե ոնց որ բան էր դարել։ Փոքր ժամանակ էր, բան մտավ Ստեփանակերտում։ Առաջին դպրոցում էինք ապրում։ Ոնց որ առաջին դպրոցում մի հատ դասասենյակի մեջ 3-4 ընտանիք էր ապրում իր երեխաներով։ Մոտավոր պատկերացնում եք, չէ՞, դասասենյակ, մեջ է 4-5 ընտանիք, ամեն մեկին 5, 9 եւ չգիտեմ 4 երեխա։ Այսինքն այս մոտավոր 50 հոգի մի դասասենյակում աթոռները տենց մոտիկ տենց նստատեղերը տենց իրար մոտիկ շարում էինք 3-4 հատ ու հերթով քնում էինք դրա վրա, որտեղ տեղ չկար։ Հերթով տենց ժամով քնում էինք ու տենց շուտ մենք երեխա
խաղեր, տենց ուտելիք չկա, սնունդ չկա, բացարձակ ինչ որ մեկի տանը եթե մի կտոր հաց էր լինում, առաջինը բերում բոլոր երեխաներին էին բաժանում, մենք էլ տենց երեխաներ էլի գնում ալումին էինք հավաքում, շիշ էինք հավաքում, չգիտեմ, ինչ որ տենց բաներ էինք անում, հանձնում էինք, որ չգիտեմ 150 դրամով, այսօրվա պես հիշում եմ, ալուրի կիլոն 150 դրամ էր այն ժամանակ։ Իսկ այդ ժամանակ միջին աշխատավարձը 6800 դրամ էր, եթե չեմ սխալվում, 6800 դրամ։ 150 դրամ տալիս էինք, ալուր էինք առնում մի կիլո, բերում էինք, մաման հունցում էր, փոքրիկ լավաշներ էր անում, բայց լավաշը փեչի վրա տաքացնում էինք, իրան լավաշ չէինք սարքում, ուղղակի տենց մի քիչ տաքացնում էինք, կտրատում էինք ու վերմիշիլ էինք սարքում։ Հիմիկվա արիշտան։ Արիշտան։ Այո։ Մենք ու տենց ամբողջ ընտանիքով դեպի աղբերներով եւ քուրս այդ լավաշներն էր ֆրցնում բանի վրա, փեչի վրա։ Մենք կտրտում էինք, մեկը բանը փեչի տակ այդ կտորներ փռում, այդ արիշտաներ լցնում։ Ինքը տենց մակարոն էինք իրան սարքում, հետո այդ մակարոնը խաշում էինք եւ ուտում էինք։ Մեկ եթե բախտ էր վիճակվում եւ տունը լինում էր պեսոկ, շաքարավազ, մենք այդ շաքարավազը ալուրի հետ խառնում ենք եւ սարքում ենք վիսալի։ Վիսալին այդ թերթերուկն է։ Այն ժամանակ վիսալներ են ասում։ Սարքում ենք վիսալի եւ դա բաներ, ոնց որ մեծ բաներ, ինչ ասեմ, պրազնիկ է տենց ամբողջ բանի համար եւ տենց փոքր բոլորին բաժանում ենք, որ տենց ինչ որ բան ունենային, գոնե քաղցրի բան լիներ, էլի։ Ու այն ժամանակվա մեր նախաճաշերը հիմնականում բաներ մոշի այն կանաչ բաները որ կա, զոխ, մենք զոխ ենք, մոշի զոխ։ Այդ տենց բաներ էինք ուտում, չգիտեմ, կանաչիներ էինք այդ տենց ուտում ու գնում ենք դպրոց, որտեղ ռեալ ոչ մի բան չկար։ Ոչ թե դա ասում եմ որպես բան, որ դե բան քիչ էր, բան ընդհանրապես չկար, ամենայն անկեղծությամբ ընդհանրապես ոչ մի բան չկար։ Եթե մի շաբաթվա մեջ մի կտոր հաց էիր կերել, դու ամենաերջանիկ եւ ամենակուշտ մարդն էիր։ Ռեալ չկար։ Այո։ Այս զրույցը մենք կշարունակենք, ես մինչ այդ ուզում եմ պատմել մեկ այլ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքի պատմություն, փոքր մի պատմություն, հետո կվերադառնամ ու կշարունակենք համ ճաշը, համ էլ զրույցը։ Սիրով։ Այսօր մենք շատ ենք խոսելու Արցախից եւ ես չեմ կարող այս առիթը չօգտագործել եւ մեկ անգամ եւս չհիշել մի հրաշալի զույգի, ով ստիպված եղավ լքելու Արցախի իր տունը, բայց հավատալով որ կյանքը շարունակվում է, Հայաստանում փորձեց կառուցել եւ փորձում է կառուցել իր կյանքը եւ իր տունը։ Եվ այդ տան կառուցման, հավատի եւ հույս ունենալու գործում նաեւ նրանց կողքին է իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը, առաջարկում դիտել տեսանյութը։ Ես գտնվում եմ մի տան բակում, որի պատմությունը սկսվում է Արցախից։ Այս տունը, որ տեսնում եք իմ ետևում, պետք է կառուցվեր Արցախում եւ լիներ երկու երիտասարդների խաղաղության ու երջանկության անկյունը։ Բայց նրանք ստիպված էին թողնել իրենց երազանքները, թողնել իրենց բակը, մանկությունը եւ տեղափոխվել Հայաստան։ Տեղափոխվելով Հայաստան նրանք կրկին ուժ հավաքեցին։ Սերը օգնեց նրանց հավատալ, որ կարելի է երազանքներ իրականություն դարձնել, նույնիսկ Հայաստանում, եւ որոշեցին միասին կառուցել այս տունը այստեղ, Հայաստանի հողի վրա։ Սա դեռ սենց կիսատ փուլում է, դեռ չենք հասել խոհանոցի պատերի սպիտակեցնելուն։ Պլաներում ստեղ մեծ սեղան ունենալն է, ուզում 7 որդով սեղան նստելն է լինելու, պատշգամբ, հիանալի տեսարանով։ Իրականում այս տունը նաև Վալան գրուպ ընկերության պատմության մի մասն է։ Վալան գրուպը մշտապես փորձել է լինել այն մարդկանց կողքին, ովքեր ունեցել են մեծ երազանք եւ գնացել են իրենց երազանքի հետևից։ Դռների հարցում մեզ աջակցեց Վալան գրուպը, շատ հաճելի է որ նման բան քո կողքին կա մեկը, ով քեզ օգնում է ու այսպես հիմա ունենք դռներ։ Ներքին հարդարման աշխատանքները ամեն ինչ անում ենք մեր ձեռքերով։ Սա տուն է, որը կառուցվել է հավատով եւ անսպար կամքով։ Այս տանը ապրում է մեծ երազանքը։ Երազանք, որ մեկ օր իրականություն կդառնա Արցախում։
Որպես հիմնական ուտեստ հյուրիս համար պատրաստում եմ հավի կոտլետներ եւ մատուցելու եմ պղպեղի սոուսով։ Իդեպ այս սոուսը կարող եք մատուցել ցանկացած մսի հետ։ Ես արդեն պղպեղը խորովել եմ։ Ինչ գույնի ուզեք, ձեր սոուսը կարող է լինել, կախված է իհարկե պղպեղից։ Ավելացնում եմ վրան տապակած սոխ։ Քերում եմ սխտոր, աղ, քացախ, ձիթայուղ, ձիթայուղ, մի փոքր չաման։ Փորձեմ։ Ոչ մի բառ։ Շատ ամեղ է։ Հենց նույն տարայի մեջ էլ կարող եք հարել հավի կրծքամիսը, որտեղ համը կփոխանցվի նաև կոտլետին։ Աղ, համեմունք նախատեսված մսի համար, օրեգանո, մի քիչ սխտոր, 1 հավկիթ, թրջում ենք ձեռքերը։ Սկսում եմ մատուցել սոուսը։ Ես սիրում եմ կծու, ահավոր շատ։ Եվ քանի որ գիտեմ դու սպիտակ գինի ես սիրում, ես դրա համար մեր գինին չեմ փոխում, հատկապես որ հավի կրծքամսի հետ հրաշալի կհամադրվի։ Այնպես որ մենք կշարունակենք մեր հարիրի սպիտակը, այո։ Ուրա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Բարի ախորժակ։ Սոուսը ես եմ պատրաստել։ Այսինքն ամեն ինչն ես եմ պատրաստել։ Սոուսը ես եմ պատրաստել, իսկ կոտլետները պատվիրել ենք, չէ՞։ Զգալար եմ չէ։ Նման մի բան կլինի այսօր դեռ, բայց Մխատովская пауза։ Շատ անսովոր համ էր սոուսը, բայց շատ հետաքրքիր էր։ Անկեղծ, շատ համով է։ Դե մի բանը պիտի անսովոր լիներ, չէ՞։ Դե հա, բայց հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Ես կարող եմ իդեպ այլ սոուս առաջարկել, որտեղ հետաքրքիր բառը մի տեսակ շատ երկիմաստ է, էլի։ Չէ, լավն է, լավ իմաստով հետաքրքիր, լավ իմաստով։ Քո բոլոր երգերը քո կյանքի պատմությունն են։ Քո, մեր, ինչու քո, մեր բոլորիս։ Իհարկե միշտ հետաքրքիր է, երբ պատմում ես մի պատմություն, որի միջով դու անցել ես։ Բայց նաև անընդհատ այդ ամեն ինչը տեսնելով, լսելով, մատուցելով, կատարելով եւ այլն հասկանում ես, որ մի տեսակ կարող ես ցիկլի մեջ ընկնել ու դուրս չգալ այդտեղից։ Չի վախեցնում քեզ դա։ Սկզբից էս բանը լրիվ ուրիշ տեղ էր գնում, հետո կեսից չէ, ես ինչի պետք է վախեցնի։ Դե գիտես, որտեվ դա մի թեմա է, որը անդադ կարող է հետ տանել քեզ։ Այո։ Չի վախեցնում դա քեզ։ Չէ։ Հաղորդման սկզբին, որ խոսում էինք, ասեցի, որ պետքա, եթե դու ինչ-որ իրավիճակում, ինչ-որ իրավիճակի մեջ ես լինում ու դու սթափ նայում ես այդ իրավիճակի աչքերին եւ հաղթում ես իրան եւ անցնում ես առաջ, հետոն արդեն քո համար վախենալի չի, որովհետեւ դա արդեն անցել է։ Դու դա տեսել ես, ապրել ես, անցել ես, վերապրել ես, ելի անցել ես, ինչը պետք է քեզ վախեցնի։ Լավ, իսկ այն մարդկանց ովքեր լսում են, որովհետև նույնիսկ այն մարդիկ, որ քեզ հետ անցել են այդ ճանապարհը, կարող են ինչ-որ մի կետից էլ չուզենան լսեն այդ ամեն ինչը, հիշեն այդ ամեն ինչը, նոր կյանք սկսեն, նոր էջեր բացեն։ Բայց արի ուտես, որ քո ամեն երգը, չնայած ինչքան էլ մեջը լույս կա, կյանք կա եւ այլն, բայց հետ է տանում դեպի այդ պատմությունը։
Այո, որովհետև շատ ճիշտ նկարագրություն նախ տվեցիք, շնորհակալություն դրա համար, բայց այդտեղ կա մի հատ շատ կարևոր բայց։ Ես իմ ստեղծագործություններում, իմ երգերում, իմ, չգիտեմ, տեսահոլովակներում, ինչու՞ չէ ինչպես նաև բանաստեղծություններում եւ գրքի մեջ, ես միշտ ասել եմ ու միշտ ասում եմ իմ արվեստը ապրելու մասին է։ Այո։ Ինքը ապրելու մասին է, որ պետքա անկախ ամեն ինչից շարունակես ապրես, պետքա շարունակես արարես, ստեղծես, պայքարես եւ այլն։ Ինչքան էլ ես խոսում եմ վատ, տխուր եւ բան իրավիճակների մասի, մեկը այսինքն ես պատմում եմ վատերի մասին ու ասում եմ նայեք, ես անցել եմ սրա մեջով, ես տեսել եմ սա, ես տեսել եմ սա, բայց այդ մարդը, ով որ այդ ամեն ինչի մեջով անցել է, ձեզ ասում է, որ այո, կյանքը շարունակվում է եւ պետք է ապրել։ Այսինքն ես իմ օրինակով ասում եմ, որ եթե ես դա կարող եմ անեմ, ձեզանից յուրաքանչյուրը դա կարող է անել, որովհետեւ ես ոչ մի բանով չեմ տարբերվում, ես էլ սովորական մահկանացու եմ, ինչպես դուք բոլորդ, ինչպես մենք բոլորս։ Ու եթե ես դա կարողանում եմ անել, ապա բոլորը կարան դա անեն ու ոչ մեկ թող չբողոքի, ասի, բա իմ մոտ դա չի ստացվում, եթե ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դու ավելի քիչ ես ուզում դա։ Իսկ ես իմ օրինակով փորձում եմ ամենայն դեպս, միգուցե ես իմ մասին մի քիչ շատ մեծ կարծիքի եմ, ես ինձ որպես օրինակ եմ ներկայացնում, երևի, բայց ես ուզում եմ իմ օրինակով ցույց տամ, որ հնարավոր է, որ ինչ էլ որ լինի կյանքում, հնարավոր է շարունակել ապրել եւ հնարավոր է պայքարել եւ հնարավոր է հաղթել։ Ավելին քան հնարավոր է հաղթել, որովհետև ոնց է, երբ որ մինչև վատ բան չի լինում, մարդը չի աղոթում։ Չէ՞։ Մինչև Շատերը այո։ Ես օրինակ ամեն օր, ամեն Աստծո օր, երբ որ ես արթնանում եմ, ես շնորհակալ եմ, ես երջանիկ եմ եւ ես ուրախ եմ, որ կարողանում եմ արթնանալ, տեղերիցս վեր կենալ եւ քայլելով գնալ լվացվելու կամ նախաճաշելու եւ այլն, որովհետեւ ես տարիներ շարունակ նորմալ չեմ քայլել, մի տարուց ավել ընդհանրապես չեմ քայլել։ Մենակ ցենց պարկած այս շարժումս էր մենակ, որ կարողանում էի անել, եթե մի րոպեվա ընթացքում։ Այդտենց դանդաղ էր, ոչ մի մկանս չէր աշխատում։ Ոնց որ տենց համել բան կա, չէ, որ քանի քայլում ես, ինչքան դու քայլում ես, դու քայլելը քո համար հա, դե հա, քայլում ես։ Բայց երբ որ այդ ունենում ես այդ չքայլելը, դու սկսում ես դրա մասին երազել։ Ու ես ժամանակին ինձ որ ասում էին ինչ երազանք ունես, ես ասում եմ երազում եմ վազեմ։ Որովհետև դա իմ համար երազանք էր։ Այսպես փոքր բաներով նույնը եղել է իմ այդ քայլելու հետ մեկտեղ, նույնը եղել է մի հատ լրիվ ուրիշ թեմա, նույնը եղել է ապրելու թեման, նույնը եղել է տան թեման, որը իմ մոտ երազանք է, ինչպես երգի մեջ եմ որ ասում, որ երազում եմ ունենամ սեփական անկյուն, որտեղ քնեմ հանգիստ, անունը դնեմ տուն։ Այդ ոնց որ իմ երազանքն է, իսկ ես սիրում եմ իմ երազանքները կատարածել, որովհետև ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես հաճույք եմ ստանում հաղթելուց։ Ես հաճույք եմ ստանում, երբ որ ես հաղթեցի մահին, հաղթեցի ճակատագրին, հաղթեցի ինքս ինձ, այո, ես դրանից հաճույք եմ ստանում ու այդ առաջի երկրորդը, որ անում ես ու այդ հաճույքը դու զգում ես, դու անընդհատ ուզում ես անես դա, անընդհատ ուզում ես հաղթես։ Դրա համար իմ համար ոչ վախենալու չի եւ այո, ես վատ բանի մասին խոսում եմ, որպեսզի մենք չմոռանանք դա, որովհետեւ երբ որ ինչ-որ ժամանակ անցնում, դու մոռացել ես որտեղից ես եկել եւ ինչերի մեջով ես անցել ու արդեն հարմարվում ես կոմֆորտին, դու սպառվում ես։ Չէ՞, տենց բան կա, չէ՞, որ ասում եմ, որը հասկացար, որ դու հասել ես ինչ-որ կետի, այդ օրը դու սպառվում ես։ Հիշում ես այդ պահը, որ քայլեցիր։ Իհարկե։ Կպատմես։ Իհարկե, այդ չգիտեմ, այդ ինչ էր։ Անկեղծ չգիտեմ, ես իրական տես շատ պոզիտիվ մարդ եմ։ Ամեն ցանկացած վատ իրավիճակում ես միշտ ուրախ եմ նայում, անկեղծ տես միշտ ուրախ եմ։ Օրինակ վիրահատությունից առաջ տես պարկած էի, բժիշկը եկավ Չարչյաններ Իզմիրյանում։ Բժիշկը եկավ, տես բան անում, մի անհանգստացիր 14 ժամ վիրահատություն ենք անելու, ոչ մի բան չի լինելու։ Ասում եմ, բժիշկ ջան, ինչու ես ինձ այդքան ասում։ Ասես բան նայում, բա ինչ անեմ։
ասում եմ ես քնած եմ լինելու, դուք եք այդ կան աշխատելու։ Դուք մտածեք դրա մասին, ես ինձ շատ բարի բան, տենց բան։ Սենց ասում եմ, ես զարմա առաջի անգամ այն սենց բան, սենց հիվանդ ոնց որ։ Մոտեցում առաջ։ Հա, էլի ոնց որ սենց բան արած ու այս սրա մասին երբեք ոչ միտեղ չեմ պատմել, անկեղծ էս շատ խնդալու պատմություն է։ Վիրահատությունից հետո իջացնում են խնդրում եմ չկասես բան։ Իջացնում են ինձ այդ բանը, ես դրան անվանում եմ պարկովկա։ Այդ բանն է, այդ ինչ են ասում են, որ վերականգնողական տեղն է, վիրահատությունից հետո որ տանում են այդ խուցը, այդ խցում ոնց որ տենց մի երևի մի 70 հոգի էս կողմս ասենց պարկած, տարբեր վիրահատություններ, եւ մի 30 էս կողմնա պարկած, շատ մեծ հիվանդ, մի հարկը վիրահատարանի այդ տեղն է, որտեղ որ վիրահատությունից հետո տանում որ վերականգնվում են, էլի ոնց որ։ Հիմա պարկած եմ առաջին անգամ որ ինձ արթնացել եմ ու առաջին խոսքս ասել եմ խաչքարս ուր է։ Չգիտեմ խի եմ տենց ասել եմ խաչքարս ուր է, ջուր տվեք, ջուր եմ խմել ու նորից քնել եմ, հետո արթնացել եմ ու տենց շփվում եմ սաղի հետ, տենց կատակներ են կանում, բժիշկներից մեկի եղբայրը Արցախում էր ծառայել, ոնց որ ծանոթացանք, տենց շփվեցինք իրար հետ ու հիմա շատ վատ բան եմ ասելու, կողքից մարդը տենց աչքերիս մեջ ուղիղ նայելով այսենց էր անում, ասես նայում են, վախենում են, ասում ես մարդը ինչ է ուզում ինձանից, բժիշկին կան չեմ ասում եմ նայեք, էլի ֆռում նայում եմ, նորից նույն ձևի, տենց անում է ու մեռնում է։ Տենց աշին ու մնում է տենց։ Շատ վատ բժիշկուն կանչում եմ, ասում եմ ոնց որ մի բան եղավ, էլի գնաց, ասես բժիշկուին գնաց, ես նայեց, ասեց հա մեռավ։ Ֆրազ դեպի ինձ, ասեց ձեր նույն վիրահատությունն էին արել, գիտես չէ։ Ասեն պարկացում լավ։ Պարտադիր էր էդ ինձ ասեիր դու հիմա։ Շատ վատ։ Հիմա ասես պարկած այդ հարազատներն են եկել, դռան մոտ սպասում են։ Այդ բաները միացրած է, չէ՞, հանսալ համակարգիչները, որ շրտի աշխատանք եւ այլն, համակարգչի մեջ անունը սխալ են գրել։ Հիմա այդ հարազատները դուրսը սպասում են, որ պետք է այդ թուղթը տպեն, տան իրանց, որ գնան մահվան թուղթը հանեն։ Իսկ անունը սխալ է գրած։ Իսկ ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, համակարգչի մասնագետ եմ։ Այդ ապարատը բերել են, դե չեմ կարող ես շարժել, sense պարկած։ Բերը այսպես պարկացրել են իմ վրա։ Այդ ապարատը պարկացրել են իմ վրա, որ ես ձերքերով խնդրում եմ, այդ օրի կյանքում չեմ մոռանում։ Փոխես իր անունը։ Փոխել եմ անունը, սարքել եմ, ոնց որ հետ եմ, վերականգնել եմ բանը։ Անունը փոխել եմ, ճիշտ բանը թուղթը տպել եմ, նորից ապարատը իջացրել եմ։ Հանել տարել են, ոնց որ հաջորդ օրը արդեն, հաջորդ օրը մի քանի ժամ հետո լույսը բացվել է, ինձ իջացրել են արդեն պալատ, առաջի անգամը որ պետք է արդեն ոտի կանգնեմ, կանգնում եմ տենան սաղ ճիշտ է, ցավող տեղ բան չկա, այդ առաջի դեպքն է, որ ոտի եմ կանգնում արդեն։ Հիմա բոլորը եկել են, բժիշկները եկել են, տենց եկել ինձ հանել են, տենց ուղիղ բաների նման, էլի, տենց երկու կողմից տենց ուղիղ հանել, տենց կանգնացրել են։ Հիմա պահնա, որ պետքա բոլորը ինձ բաց թողնեն, որ ես իմ ոտերի վրա արդեն տենց կանգնեմ, հասկանամ այդ բանը աշխատում է թե չէ։ Ես տենց բոլորը գնացել են, հենց բաց թողեցին, սկսեցի քայլել։ Մի անգամից են սկսեցի գա, օ, կանգնի, ասես մի անգամից սաղ բռնեցի, ասես չի կարելի տենց անել, որտեղ կարող։ Այն տակացած գլխի արդյունքն է։ Հա, որ ես երազում եմ դրա մասին, ես երազում եմ այդ պահի մասին, որ ես մի հատ ոդկս պետք է առաջ դնեմ։ Հենց դրեցի, ասես մի անգամից սկսեցի գնալ, որտեղ այդ այդպես անկախ ինձանից ոնց որ բան եղավ։ Մի անգամից նորից բռնեցին, փաթաթեցին, ստե կապեցին, ասեցին, սա տեղից չշարժվես, հələ մի շաբաթ չպետք է շարժվես։ Ու տես մնացի ու դրանից հետո որ վեր կացա այն առաջինը այն հենակներով սկսեցի անել ու ամբողջ օրը քայլում էի։ Ամբողջ օրը քայլում էի ու առաջին անգամ ասենց 3 քայլից ավել որ սկսեցի արդեն ասենց առաջ գնալ, քույրս էր մոտս հիվանդանոցում ինքն էր ինձ պահում, որ սկսեցի առաջ գնալ, քույրս սկսեց լացել այդ բանից, ոնց ասենց համ գնում եմ, համ էլ ես էլ չդիմացա ոնց որ տենց երևի այդ իմ վերջին լացելն էր, որ ես լացել եմ, իսկ միջև այսօր չեմ լացել։ Որ թվականներ։ 16։ Ասես քայլերով գնացի ու սկսեցի լացել ու այդ բազբաներ էլ այն որ ասում են երջանկության արդյունքներ այդ էր։ Ու ես այդ օրվանից ամեն Աստծո օր, ամեն առավոտ որ արթնանում եմ, ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ ես կարողանում եմ ինքնուրույն ու տենց շատ խնդալու բաներ հիշեցի։
Լյոկա հայկական рэփը բավականին զարգացում ապրել է։ Այո, ու ապրում Մարդիկ ունեն եւ ապրում է, մարդիկ ունեն իրենց սիրված рэպերներին, ում կարդալն են ավելի սիրում, ում լիրիկան են ավելի սիրում եւ դու ունես քո շատ հստակ տեղը рэպի աշխարհում։ Քեզ ինչի համար են սիրում։ Չգիտեմ ճիշտ ասած, եթե անկեղծ ասեմ, չգիտեմ, դա շատ հետաքրքիր հարց է, որը ես էլ եմ մեկ-մեկ ինձ տալիս, ու այո, ես ունեմ իմ նիշան ու ոնց որ ես իմ համար նոր բան եմ հորինել, քանի որ ես այտենց սիրում եմ իմ աշխարհում ապրել։ Իմ համար մի հատ բան եմ, քանի որ իմը рэփ չի, ինքը рэփ չի, ու երբ որ ինձ հարցնում են, ասում են դու ինչով ես զբաղվում, սկզբից ասում եմ երաժշտությամբ։ Որ սկսում են արդեն հետաքրքրվել, բա ինչ երաժշտություն, ես չեմ ուզում ասեմ рэփ, նեղվում եմ ասեմ рэփ, որովհետև երբ որ ասում ես рэփ, իրանք միանգամից sense լրիվ ուրիշ բան են հասկանում։ Աղջիկ, ծխախոտ, թմրանյութ, միանգամից sense դե որ ասում ես рэփ, միանգամից առաջինը է դա։ Փող չեն սևերը դրա մեջ են, չգիտեմ, ռուսական рэփը լրիվ բաների մեջ է, հա։ Ինքն առաջին տպավորությունը դա է, երբ որ ասում ես рэփ, իսկ ես չեմ ուզում այդ տենց ասոցացվեմ։ Ավելի երևի երաժշտական բանաստեղծություն մի քիչ սիրուն չի, ես իմ համար տենց առանձին ճյուղ եմ հորինել։ Հետաքրքիր է։ Հա, անունը դրել եմ հայրենասիրական рэփ։ Ինքը տենց շատ բան է, ինքը տենց ոչ չկա նախ։ Այդ առաջինը ես եմ այդ հայրենասիրական այդ 16 թվին ես եմ Արցախը որ արել եմ, տենց հայրենասիրականն ու рэպը միքսել եմ իրար հետ ու բավականին լավ է ստացվել իմ հարազատ եղբոր հետ Վիտալի Ղազարյանի, որը վաստակավոր արտիստ է, եւ հայրենասիրական երգիչ է։ Ու տենց ոնց որ քանի որ ես չեմ ուզում ասոցացվեմ այն рэպի հետ, որը որ կա հիմա շուկայում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, իհարկե ամեն մեկը իր լսարանի համար, իր նիշայի համար այդ միանգամից չի քննարկվում, ամեն մեկը շատ լավ լիքը ընկերներ ունեմ, լիքը տարբեր երկրներում, տարբեր տեղեր։ Ես բացարձակ չեմ քննադատում, ուղղակի ասում եմ, իմս մի քիչ ուրիշ է, ես չեմ ուզում ասոցացվեմ այն рэպի հետ, որը որ օրինակ, չգիտեմ, պայմանական տալիս է, չգիտեմ, աղջկա թեմա, սիրո թեմա, չգիտեմ, թմրանյութի թեմա, ես բացարձակ չեմ, ես պրոպագանդում եմ ապրելը։ Իմ պրոպագանդան ուրիշ, ամեն մեկը ունի իր ճյուղը։ Ու երկրորդ ես ի սկզբանե իմ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը եւ կրում եմ այդ պատասխանատվությունը, որ ցանկացած արտիստ, կապ չունի րեպա, սովորական պոպա, ռաբիզա, կապ չունի։ Ցանկացած արտիստ պետք է վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, որ ինքը իր լսողի առաջ պարտավոր է, պարտական է։ Ասեմ խի։ Ցանկացած մարդու համար ամենաթանկ բանը ի՞նչն է։ Կյանքը։ Ժամանակը։ Կյանքը, ժամանակը։ Կյանքը ստեղծված է ժամանակը։ Այո։ Ինքը լինում է ժամանակ։ Այո։ Կյանքը հոսում է, ժամանակը հոսում է։ Այո, եթե չունենաս ժամանակ, չես ունենա կյանք։ Հիմա եթե այդ մարդը իր կյանքի ամենաթանկ բանը ժամանակը տրամադրել է քեզ, YouTube-ով միացրել է քո երգը կամ կապ չունի ինչ գadget-ով, ինչ բանով։ Միացրել է քո երգը եւ այդ 3 րոպեն լսում է քեզ, ինքը իր թանկը տվեց քեզ։ Դու պարտավոր ես իր առաջ իրան 10 համարժեք մի բան, որակյալ մի բան եւ չգիտեմ, որից ինքը կամ ինչ որ էմոցիա կապրի, կամ ինչ որ զգացմունք կունենա, կամ չգիտեմ, կամ գիտելիք կստանա, այստեղ արդեն ոնց որ ճյուղերը մեծանում է։ Կարևորը այդ արանքն է, այդ պատասխանատվության արանքն է, ինքը միացրեց, դու տվեցիր։ Մնացածը արդեն ինքը կհասկանա, ամեն մեկը իր տեսանկյունով է հասկանում, իր ձևով է հասկանում, այդ արդեն ուրիշ հարց է։ Բայց մինչև այդ տեղը, այդ պատասխանատվությունը ինքդ քո լսողի, քո լսարանի եւ քո այն նոր մարդու, ում որ այդ մարդը պետքա պատմի քո լավ երգի մասին։ Բայց ինձ հետաքրքրում է, որ այս ամեն ինչ որ ասում ես, մի քիչ ավելի իհարկե մարդը չի հասկանում, ես զգում է ավելի շատ կամ վերցնում է առանց հասկանալու ենթագիտակցական շերտով։ Բայց արի ուտես, որ նույնիսկ 14-15 տարեկան այդ պատանիները սիրում են քո ստեղծագործությունները։ Ու այն պատանիները, որ ասում ենք սրանք են հետո մեր հայրենիքի տերը լինելու,
Չակերտներով եմ ասում սրանք իհարկե հասկանալի է ինչ նկատի ունեմ կամ Այո։ ինչ հայրենիք պետք է պահեն իսկի պատմություն չգիտեն, այս չգիտեն, այն չգիտեն, բայց արի ուտես որ հենց այդ պատանիները քո լսարանն են նաև ձևավորում, սիրում են քո ստեղծագործությունները ու հավանաբար հասկանում են։ Այո, շատ լավ բան ես նկատել, ես դրա մասին նաև բան եմ արել, ահագին research եմ արել, ահագին ու ուսումնասիրություններ եմ արել տարբեր, որովհետև իզարմանս ինձ լսում են շատ փոքր տարիքից, մինչև պապիկներ եւ տատիկներ։ Ու դա իմ համար չեք պատկերացնում ինչքան հպարտանալու բան է։ Ու ես դա ահավոր շատ ուրախ եմ դրա համար, ընկերներ մարդիկ ունեմ, ում հետ ընկերացել եմ, ինձ գրել է Instagram-ով, գրել է որ մենք ձեր ֆանատն ենք, իմ երեխաները բոլորը քեզ շատ են սիրում։ Ու մարդը ինձ գրել է որ իմ երեխան հայերեն չգիտի, բացարձակ հայերեն չգիտի, բայց երգդ անգիր երգում է։ Ու խնդրում է ինձ, որ խնդրեմ մի հատ կզանգես վիդեո քոլով, երեխուս ասես որ կարևոր է հայերեն լեզուն իմանալը։ Ու ես այդ մարդու հետ ընկերացել եմ միջև հիմա շատ ջերմ ընտանիքներով շատ մոտիկ ենք ու ես զանգել եմ իր երեխաներին ու ասում եմ որ լավ բան է պետք է սովորեք բան ու այդ երեխաները մի 2 ամիս հետո ինձ զանգում են ու հայերեն են իմ հետ խոսում արդեն։ Բրավո։ Ու դա իմ համար ոնց որ դա նաև պատասխան է, այդ ոնց որ պատասխանատվությունը կրկնակվում է։ Ինձ հետաքրքիր չեն հազար ներողություն իհարկե, ինձ հետաքրքիր չեն այն մարդիկ, ովքեր տարիք սխալ արտահայտվեցի, բայց մեծերը, երբ որ ինձ լսում են, օքեյ, շնորհակալ եմ, շատ զգացված եմ, անցանք առաջ, բայց երբ որ փոքրն է լսում, դա պատասխանատվություն է։ Դա նշանակում է, որ դու սերունդ ես դաստիարակում, սերունդ ես կրթում։ Երբ հասկացար, որ հայտնի ես դարձել։ Այդի այն ժամանակ, երբ որ ես հասկացա, ես բացարձակ չէի ուզում դա զգայի ու չէի ուզում դա հասկանայի ու ասեմ ավելին, ես այդ ժամանակ որոշել էի, որ ընդհանրապես էլ ռեփ չեմ անելու, ընդհանրապես էլ չեմ երգելու, որովհետև էլ չեմ ուզում։ Ու դա 20-ին էր, 20-20-ից հետո էր նոյեմբեր-դեկտեմբեր այդ ամիսներն էր, որ տուն տարեքը ես առաջինը արեցի, տուն տարեքը արել եմ 19 թվականին ու արել եմ իմ առաջի տան մասին։ Ու 20-ի այս դեպքերը որ եղավ, Արցախի 75%-ը կորցրեցինք, Արցախի 80%-ը զգաց երգը, ապրեց այդ երգը ու ոնց որ իր կաշվի վրա զգաց։ Ու համատարած դարավ հիմնը։ Այդ երգը դարավ հիմնը ու բոլորը այդ էին անում ու մի ամիս չէ 20 օրվա ընթացքում 3.5 միլիոն միանգամից բարձրացավ։ Ու ես շատ վատ վիճակում էի ու իմ համար դա ցավոտ էր, որովհետև ես մտածում էի, որ ես իմ զգացմունքը արտահայտվելով, ես իմ ներսի եղած զգացմունքը արտահայտվեցի, որ ես թեթևանամ, բայց իրականում ահագին մարդկանց ծանրացրեցի։ Նախախնամության նման էր այդ երգը։ Ու սկսեցի չսիրել այդ երգը, ու սկսեցի ու որոշեցի, որ վсё, էլ չեմ երգելու, էլ չեմ ուզում երգեմ, ու դա հստակ էր իմ որոշումը ու ահագին մարդիկ փորձում էին ինձ հետ համոզեին, ասեցի, չէ, վсё, բացարձակ չի քննարկվում, դա էլ չեմ անելու։ Բայց այդ մտածածս փոխվեց, երբ հանդիպեցի Կիմա տատիկին։ Այդ պատմությունը, այո, այդ փոխվեց իմ համար, որովհետև չեմ խափի, չեմ ստի, եթե ասեմ Կիմա տատիկը ինձ այնքան ուժ տվեց, այնքան դաստիարակեց, իր ոչ մի բան չասելով, որ ես այդ ընթացքում, չգիտեմ, ինձ թվում է այդ ընթացքում ես ավելի շատ հասունացա։ Երբ որ ինձ Կիմա տատիկի հետ ծանոթացրեցին, ես այդ ամբողջ իրավիճակ, պատերազմ, տուն կորցնել, երկրորդ անգամ ամենաթանկ գերեզմանները կորցնել, եղբորս եւ մորս թողնել եւ այլն, լինել այդ պատերազմի մեջ եւ այդ ամեն ինչի մեջ, շատ վատ վիճակում, իմ ընկերները ասում են մի հատ տատիկա, որ ուզում են քեզ հետը ծանոթացնենք ու տանում են հիվանդանոց, Կիմա տատիկն է, առաջին անգամ եմ տեսնում 91 տարեկան էր այդ ժամանակ, հիմա 96 է։ Ծանոթանում ենք ու Կիմա տատիկը ինձ պատմում է իր կյանքը, որ ինքը Երևանում էր ապրում, իր տղեն Շուշի ազատագրական պայքարում է մասնակցել, մահացել եւ իր գերեզմանը Շուշիում է, ինքը Երևանում տներ ամեն ինչ վաճառել է, տեղափոխվել է Շուշի, իր տղուն գերեզմանի մոտ ապրելու համար։ Հիմա էլ Շուշի իր տունը չկա, գերեզմանը չկա եւ իր միակ բանը
ջութակը, որի համար ինքը տեղափոխվել էր մոտ լիներ համ սովորացներ աշակերտներին, դա էլ չկա։ Ու ինքը տենց շատ ուղիղ տեքստով ասեց, ես էլ ապրելու ոչ մի բան չունեմ, ոչ մի պատճառ չունեմ, ես ուզում եմ մեռնեմ, ես ինքնասպան եմ լինելու, ինձ խնդրում եմ ոչ մի բան չասեք, ինձ չբուժեք, ես մեկը ինքնասպան եմ լինելու։ Ու տենց խոսում եմ, հետո ասում եմ հիմա տատիկ, մի ասա տենց բաներ, այդ նույն ճակատագրին ես եմ արժանացել, նայ, ես ինչ ջահել եմ, դուք էլ դեռ իրար հետ շատ բան ենք անելու, ես էլ նույն ձևի տուն եմ կորցրել, հարազատի գերեզման եմ թողել, ոնց որ փորձում եմ ցավը մեղմել։ Փորձում եմ ապրումակցել, ու ամենասիրած բառն է։ Փորձում եմ ապրումակցեմ ու ոնց որ ինքս ինձ ուշադիր եմ սմանու, դա, հա, տղա ջան, ու այնքան կրթված կիներ ու այնքան ոնց ասեմ, այնքան շատ խելացի կիներ, տենց խոսացինք, ասացինք հիմա տատիկ, մենք իրար հետ դեռ պետքա երգենք, մենք իրար հետ տենց ապրելու ենք, դու ոչի մի անհանգստացիր, դե հիմա հետա ճակատագիրն է, հետա տենց փորձում էի ինչ-որ բաներ ասեի հանգստացնելու համար, մի քիչ համոզեցի, մի քիչ, ասեցի ես վաղը քո համար նոր ջութակ եմ բերելու, որ դու շարունակես նվագել ու հիվանդանոցում մի քանի երեխաներ էլ կար, որ իրանց էլ կսովորացնես, ցենց փորձում ենք ինչ-որ ձև անենք, որ այդ մտքից հանի է դա։ Հաջորդ օրը կազմակերպում ենք ընկերների հետ Երևանից ջութակ են ուղարկում, այդ ջութակը տանում եմ տալիս եմ իրան, ցենց ուրախ տեսահոլովակի մեջ կա այդ պահը, որ ջութակը բացում է, ես էլ ասում եմ դե գնամ բանը բերեմ, չեմ հիշում ինչը պետքա բերեի, ցենց ուրախ վերցնում ենք, ցենց սկսած շոյում է ջութակը, ես առաջ անգամ եմ տեսնում ոնց կարելի է այդքան գործիքը սիրել, ոնց է շոյում, ցենց երջանկության ցենց աչքերով, դուրս եկա, ցենց ջութակը ցենց գրկեց, ինձ նայեց, ասեց բա երբ ենք իրար հետ երգելու։ Այդ պահին sense մի հատ սարսուռ անցավ sense ներսովս, ես հասկացա, որ գոնե այս մի հոգու համար ես պարտավոր եմ շարունակելու, որովհետև եթե 91 տարեկան կինը, որը 3 ինքնասպան էր լինում, ես ասեցի մենք իրար հետ դեռ պետք է երգենք ու հաջորդ օրը ինքը արդեն չի խոսում ինքնասպանության մասին, ինձ հարցնում է երբ ենք իրար հետ երգելու, ուրեմն ես չեմ կարա դա չանեմ։ Ու նաև այդ միտքը, որ եկավ, որ սկսեցի այդ դա մտածել, ասես գրկեցի իմ տատիկին, երկուսով տենց փշակաղվեցինք ու ինքը սկսեց լացել, ու ես սկսեցի իմ մեջ բան անել, մարսել, որ ես նաև պատասխանատու եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր լսել են տուն տարեքը եւ ովքեր ցավացել են դրանով։ Իրանք դա վատ բանով ոնց որ լսել են, ապրումակցել են ու ցավացել են։ Հիմա ես պետքա իրանց մի հատ բան տամ, որ մի քիչ մեղմացնի այդ ցավը։ Ու տեղ ծնվեց ես դեռ կամ։ Որտեղ նվագում է իմ տատիկը, ջութակը, եւ հենց ինքն էլ նկարահանված է, եւ հենց ինքն էլ այդ ոնց որ այդ պահին ինձ տվեց այդ կյանքը, այսպես ասած։ Բրավո։ Ահա, շատ։ Բրավո։ Իմ տատիկին երկար կյանք եւ բրավո, որ երկու մարդ իրար հետ թվացial կապ չունեցող մարդիկ կարող են իրար նորից կյանքի կոչել, ապրեցնել ու չհանձնվել։ Բրավո։ Դե ինչ զրույց առանց քաղցր ավարտի։ Այսօր ես մատուցելու եմ քաղցրավենիքի բաժնում ողջաբերդի գաթաները, իմ սիրելի փաթեթի մեջ է սա եղել, հիշում եք ես մի քանի անգամ պատմել եմ ողջաբերդի զամբյուղների մասին, որտեղ կա եւ ծեծած լանգետ, եւ աղացած միս, եւ բլիթներ, եւ գաթա, եւ տնական ձու, եւ ինչպես նաեւ տնական հավ, ես խորհուրդ եմ տալիս ամանորից առաջ անպայման պատվիրել ձեր զամբյուղը, որ հասցնեք։ Ես այսօր կպատրաստեմ գաթան։ Իմ փոխարեն ամեն ինչ արած եմ, մնում է միայն թխեմ։ Գաթաների վրա կսում եմ դեղնուց, որ գեղեցիկ փայլեն եւ կարմր է։ Ոյ ոնց եմ սիրում գաթա։ Չեմ համբերում երբեմն մի հատ սուրճ խմելու։ Ջեռոցը արդեն 180 աստիճանով տաքացրել եմ եւ դնում եմ թխվելու։ Ինձ եմ սիրում սենց բաներ, որ ուրիշ անում է, դու մատուցում ստացվում է դու ես արել։ Հանում եմ գաթան։
Հիմա գաթայից ոչ ոք չի հրաժարվում։ Իհարկե։ Ես մտածեցի, որ այս գաթան ամենաճիշտը ձեռքով ուտելն է։ Այո։ Այո, ես միանշանակ Դու ընտրիքով ուզած է։ Բայց ամենափոքրը ինձ կթողնես։ Նայ է։ Լավ։ Չգիտեմ սիրում ես մածունով թե չէ, ես օրինակ չեմ փորձել կյանքում։ Անկեղծ։ Փորձի։ Okay, փորձենք մածունով գաթա։ Այս Չես հոսում մտե։ անկեղծ ասեմ։ Հա։ Չէ։ Չէ, լավ։ Ես դրա համար մածունը այնպես եմ դրել, որ չխառնվի։ Որտեւ ես հասկացա, որ դու ունես քմահաճույքներ ուտելիքի մեջ։ Այո, ունեմ քմահաճույքներ ու ասեմ մածունը ահա որ շատ եմ սիրում։ Փոքր ժամանակվանից եմ միշտ սիրել եմ մածունը ու երբեք իրան չեմ պատկերացրել քաղցրի հետ։ Ու ինձ թվում է ճիշտ էլ արել։ Լավ, էնի։ Կներես։ Չէ։ Որ ես չեմ սիրում, ես ձևականացնում, ոյ, ինչ լավն է։ Հա, չէ, ոյ։ Միշտ երազել եմ։ Չեմ սիրում դες բաներ անում, դրա համար անկես գաթան շատ համով է, մածունը շատ համով է։ Բայց առանձին։ Բայց առանձին։ Բայց սուրճը արժի հետ է։ Միանշան։ Լոկա քո երգերից ամենաշատը որն ես սիրում։ Այն որ դու սենց կմիացնես գալսես էլի։ Այդ հələ դուրս չի եկել։ Ուրիշ բաներ սպասում։ Հա ես այդ արդեն իմ մտքում ես նույնիսկ արդեն ունեի որ գործն ա լինելու։ Տենց Այդ դրա համար է թե երկը հարցրել այդ երկի պապ։ Նորից հարցրու ասեմ լասմինի։ Նստի չէ, ես քո անկեղծությունը սիրում եմ։ Արի ձակս, արի մեզ հետ նստի։ Մարիայի ու Լոկայի մտերմությունը շատ հետաքրքիր հիմքեր ունեն։ Այո, ֆունդամենտալ։ Այդ տենց ես կուրախացնեմ քեզ։ Ես էլ մտածում եմ, ասում լավ, բայց Էս երեխայի վրա։ անկեղծ ասեմ, չէ, անկեղծ ասեմ, չգիտեմ ինչքանով սա կօգտագործվի, բայց ի սկզբանե որ ես եկա, մտածում էի ասեի, հա, այս տունը պահում ես նես նկարահանումների համար, ստեղ չես ապրում, որովհետև ոնց որ տունը չէ, ձև չկար տունը չլներ։ Ու դե դրանպես սպասում եմ։ Ինքը մի քիչ վատառող չէ, դպրոցից շուտ ա եկել, հակառակ դեպքում չէր լինելու։ Դեմ չէ, չէ՞, մեզ հետ մի քիչ նստես։ Սիրով։ Կուտես գաթա քեզ համար գտավեմ։ Շնորհակալ եմ, ոչ։ Ոչ մի նորմալ երեխա գաթա չի ուտում։ Նամանավան մածունով։ Մարիա, լավ, հիմա քեզ եմ հարցնում։ Մենք հիմա կանդրադառնանք իհարկե իրենց ծանոթությանը, բայց մի հատ ինձ կասես անկեղծ էլի լինում է, որ օրինակ մենակ ես լինում կամ ընկերուներիդ հետ միացնում ես ֆիլմի այն հատվածը կամ տեսահոլովակը, որ Լացմինի սաունդթրեքով է նկարահանվել ու լսում ես, նայում ես քո կադրերը, լսում ես Լոկայի երգը։ Դե շատ հաճախ առավոտյան, որ ավտոբուսով եմ գնում դպրոց, սենց մութադեր լինում, այդ ժամանակ միշտ միացնում եմ, բայց մենակ եմ լսում, ես մենակ եմ միացնում։ Այսինքն դպրոցի երեխաներին չես տանջում էլի դպրոցի։ Չէ, իրականում մի անգամ եղել է, որ ուսուցիչները խնդրել են միացնեմ, որտեվ հենց Արցախից էին ուսուցիչները, ով խնդրեցին, ու իմանալով ֆիլմը ինչի մասին է ու հենց երգը ինչի մասին է, որոշեցի միացնեմ, այդ դեպքն է եղել, բայց հիմնականում մենակ։ Մենք խոսում ենք Երևանիլա նախագծի Թավ ջութակ ֆիլմի մասին, որտեղ Մարիան գլխավոր դերերից մեկում է, իսկ ամբողջ սաունդթրեքի հեղինակը Լոկան է եւ այնտեղ կա մի ֆանտաստիկ ստեղծագործություն, որը բոլորդ գիտեք, շապիկի վրա էլ անունը գրված է Լոկա ջան, ցույց տվել է։ Լացմինի։ Որը թարգմանությամբ կոչվում է Միլացի։ Միլացիր։ Համագործակցությունդ ֆիլմերի հետ եւ մասնավորապես Թավ ջութակ ֆիլմի հետ։ Թավ ջութակը առաջինն էր, որ ես մասնակցեցի այդ ֆիլմում որպես դերասան, նկարվեցի այդ ֆիլմում եւ որպես չէ, սաունդթրեքը առաջինը չէր, բայց որպես դերասան իրականում ես ֆիլմերի հետ շատ լավ առնչություն ունեմ, ես ֆիլմերի տնօրեն եմ լիքը։ Այո, մենք դրա մասին անպայման կխոսենք։ Հա, բայց առաջինն էր, որ ես որպես դերասան էի գնացել ու առաջին անգամ դեղ ծանոթացա աղջիկների հետ, այնքան ցենց լավ էին ու տենց որ պատրաստվում ենք, դե նախապատրաստական ամեն մեկը իր տեղերը փորձում ենք ոնց է լինելու ու տենց այնքան ջերմ էին իրանք իրար հետ ու տենց նաև ջերմ այնքան էին տենց իրար բաներ անում, որ իրար բշտում էին, որ կադրում սիրուն խաղային, то есть մինչև ռեկաները իրանք իրար հետ կռվում են, որ կադրում լավ։ Այո,
Այնքան հետաքրքիր է, ասես մի անգամից ասես որ բռնեցինք իրար, տենց սկսեցինք ջանջիգար իրար հետ շփվել ու այդ օրվանից ասես շատ եմ սիրել, տենց առաջին հայացքից շատ եմ սիրել երկուսին էլ, ահա որ շատ։ Դու երկի բառերը գիտես։ Հա։ Իսկ երաժշտություն ունես։ Պիտի որ չգիտեմ, կա զանգենք Մուրզոին գա։ Չէ, բայց ես ուզում եմ դուք իրար հետ այդ երգը երգեք։ Դու ասել ես չէ, որ տանա անվճար գործերից սահլետ է թվում։ Եկեք սենց անենք, այդ երգը դե վստահ եմ բոլորդ գիտեք, այդ երգը 1000 այդ երգի տեքստը ինքը բանաստեղծություն է, որը գրվել է 1911 թվականին Շուշիում։ Ու այդ իմ մանկության ամենասիրած բանաստեղծությունն է։ Ես ասեմ ավելին, այդ բանաստեղծությունը առաջին անգամ որ տառերը սովորել եմ, իմ կյանքի երկրորդ բանաստեղծությունն է, որ ես լսել եմ։ Առաջինը եղել է իմ պապայի ասած բանաստեղծությունը, որը որ իմ երգերից մեկում էլի կա, ինքը դոկումենտալ բանաստեղծություն է ոնց է։ Պապաս էլ միշտ այդ բանաստեղծությունը ասում, իսկ իմ այս նախավերջի երգում նամակ զավակի սա կոչվում, որը ես իմ զավակին նամակ եմ գրում, ու այդ երգը սկսում է հենց իմ պապայի տողերով, որը ինձ էր ասել, ես այդ տողերով սկսում եմ եւ ավելացնում եմ իմը ու տալիս եմ իմ զավակին, ոնց որ ժառանգություն եմ թողում, այսպես ասած, եւ երկրորդը եղել է այդ բանաստեղծությունը Let's Mean-ը, ինչով է ինքը ինձ դուր եկել, որ ինքը ցավի մասին է, ինքը շատ վատ բաների մասին է խոսում։ Ու այդ բանաստեղծությունը ես վերցրեցի, որ որոշեցի, որ իրան պետքա փոխեմ հենց մեր իրականություն, որ այո ամեն ինչ վատ է, բայց դեռ շարունակվում է։ Այսինքն մենք կարանք դա փոխենք։ Ու իրան տենց վերցրեցի ու Մուրզոն Արաթորոսյանը, մեր շատ տաղանդավոր, նա տենց հանճարեղ երաժշտություն սարքեց դրա համար ու տենց ստացված գործ դառավ ու ահա որ շատ սկսեցի սիրել։ Բայց այդ գործը սկսեցի սիրել ոչ թե նրա համար, որ ինքը տենց լավ բանաստեղծություն է եւ Մուրզոն լավ բան է արել, ինքը իրականում այդ ֆիլմում Սենց ոնց որ սենց միանգամից բռնեցին իրար։ Միանգամից բռնեցին ու երեխաներն այնց խզարեցին, անկեղծ եմ ասում, ես ասում եմ, նստած տենում էի ինչա կատարում, տենում էի ոնց են խզարում, լուրջ եմ ասում։ Դե կարաք հիմա ինձ այդ հաճույքը երկուսով պարգևեք, ես ինչ թանկ միջավայրում եմ ես գտնում, թանկ հաճույք է։ Բա գիտես քիչ ենք մենք տենց սաղ տեղերը ամբողջ օրը համերգներով, բաներով, որովհետև մենք անհասանելի ենք, մի քիչ Իրականում ես միշտ կուլիսներում կանգնած ինձ երգում եմ ռոկայի հետ, թողոք չգիտես։ Հասկացա, դուք հիմա երկուսով ինձ ոնց։ Այո, ոնց որ մենք շատացանք արդեն։ Խնդրում եմ։ Որը հատվածը ավելի լավ գիտես։ Բոլորը, դուք եկեք ես միանամ։ Երկար համոզելուց հետո վերջապես Լեոկան եւ Մարիան որոշեցին դուետով կատարել ինձ համար Let's Mean-ի ստեղծագործությունը իրենց ֆիլմից։ Այստեղ նա։ Չէ, երաժշտությունը բանով է սկսել։ Շենին գլխեն հանգիստարան քուհարն բեղ թաղածա Էսօր էքուց քեզ մհարը կասինն բեղ թաղածա Վերջեսա Let's Mean-ի Վերջեսա Let's Mean-ի Սարի սերին մին կարմիրը թող պյավաշ սվացա Մարաթին բախտը էսօր կարմիր էքուց տեսեր սվացավ բախտը թող պա Let's Mean-ին բախտը թող պա Let's Mean-ին Էսօր ջահիլ էքյուց պարավես ինչ yaman տնազա Էս աշխարը լուսցիր եկավ պեցը շկերավ արազա լոխարազա Let's Mean-ի լոխարազա Let's Mean-ի Ջահիլ հարտնը սիրի պաց թորա հուվեր սաղա ընդրանա Թակաս էսօր տերը տումս էքուց տերը դուշման Եշի, կապ չոնե ինչ բարբարավս ասում, ինչ լուզո հայերեն, կորեերեն, կարևորը ասելիք դա ու նպատակը, ինչ ես ուզում ասես։ Ապրեք։ Բրավո։ Համոզեցիր էլի։ Ահա։ Դե արի մեծ պաչիկ անեմ գնա դասերի։ Արդեն դասից կտրե բերը հասցրել են որ երկու բան
ասեմ նորմալ երեխա, որը չի ուզում դպրոց գնալ։ Լոկալ։ Նաև ուզում եմ մի քանի բառով խոսենք քո այն շերտի մասին, որի մասին շատ քչերը գիտեն։ Դու կինո, չեմ ուզում ասեմ ինդուստրիա, կինո ոլորտի մեջ քո գործունեության մասին, որովհետև ես կարծում եմ, որ շատ ռեժիսորներ եւ պրոդյուսերներ կուզենային իրենց հրապարակում, կինո հրապարակում ունենալ տենց մեկը, ով որ ամեն ինչ կարողանում է անել կինոյում։ Խոսենք դրա մասին, քո ընկերության մասին, որը հենց կինո ոլորտի մեջ է իր գործունեությունը ծավալում։ Այո, շատ քիչ մարդ գիտի դրա մասին, ես դրա մասին ինձ թվում է տենց ոչ միտեղ դեռ չեմ խոսացել, ոչ մի ինտերվյուում չեմ խոսացել։ Իմ սոցհարթակներում եմ տես մի երկու անգամ ասել, բայց տենց շատ խորացած չեմ արել, ես նաև ֆիլմերի ոլորտում եմ աշխատում, ես ֆիլմերի տնօրեն եմ, կազմակերպչական եւ մնացած բոլոր հարցերով, ինչպես նաև ֆիլմերի համար սաունդթրեքներ եմ գրում եւ ինչպես նաև ֆիլմերում production ունենք, որը որ զբաղվում է 0-ից մինչև պատրաստի ֆիլմ։ Այսինքն սկսած պրոդյուսերսկի թիմով, գումար գտնելով, պլանավորելով, տեխնիկական ցանկ հավաքել, այսինքն ամեն ինչ։ Եթե ունես լավ միտք, լավ իդեա, այսպես ասած ֆիլմի, ունես լավ սցենար, կարող ենք կպնենք, ստանանք լավ ֆիլմ։ Այսինքն մենք դրանով զբաղվում ենք, դա ամբողջը անում ենք, իսկ ես զբաղվում եմ տնօրենի եւ մնացած բոլոր աշխատանքներով, նաեւ անում եմ ֆիլմի սաունդթրեք, այս վերջերս արել ենք մի հատ իմ շատ սիրելի Տոմայի հետ ֆիլմ ենք արել, Թամարա Ստեփանյանը։ Այո։ Արտոյի երկիրը ֆիլմում, այդ ֆիլմում ես ոնց որ 3 պոզիցիա ունեի, եւ այդ ֆիլմի տնօրենն էի, եւ ֆիլմի սաունդթրեքն է իմս, եւ այդ ֆիլմում նկարահանվել եմ որպես դերասան։ Ոնց որ ասես յա Նատաշա։ Այո, ֆիլմը իր հաջողություններն է գրանցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Բավականին մեծ հաջողություններ է գրանցել, չգիտեմ, մեր լսողներից երևի մեծ մասը իմանա Լոկարնո ֆեստիվալի մասին, որը բացվեց, որի բացման ֆիլմն էր ու Լոկարնոյում 7000-ից ավել հանդիսատեսի առաջ հնչում էր հասցենիմ նույնա երգը, ես հրավիրել են, չնասած չկարողացա գնալ։ Եվ բացի Լոկարնոն գնաց նաև Չինաստանի ամենամեծ կինոփառատոն ամերիկյան ու շատ բավականին մեծ հաջողություններ ունեցավ, շարունակում է այդ հաջողությունները, որի համար ես շատ ուրախ եմ։ Դե Երևանի լավ ֆիլմի սաունդթրեքը արեցինք, հիմա մի հատ նոր ֆիլմ կա, որը նախապատրաստական փուլում է, pre-production-ում է հիմա, դրանով ենք անում ու տենց այդքանով կապում ֆիլմերի հետ։ Բրավո, ինչպես են գտնում ֆիլմ ընկերության էջերը, սոցհարթակներում կայքը նշիր, որ մարդիկ կարողանան, չնայած ինձ թվում է մի Հայաստան, մի Լոկա, դժվար չի գտնելը քեզ։ Ու մենք տենց չէինք կարող հարմարացնենք, որովհետև ես էլի նկարանման էի ու 3 չէ առաջի օրն ենք վերջացրել մեր վերջին ֆիլմը, պրոստը հիմա դրա մասին չեմ խոսա, որովհետև դեռ նախապատրաստական փուլում է Եվ այլն, սենց հիմնականում դրանով եմ զբաղվում ու այն մարդիկ, ովքեր, սա շատ կարևոր է, որ ուզում եմ ասեմ, այն մարդիկ, ովքեր ասում են, այս ուրակորեն լոկան չկա ոչ միտեղ, ոչ նոր երգ անում, ոչ սոցհարթակներում կա, որ ֆիլմերի մեջ էի չի հասցնում ոչ մի բան անեի, անկեղծ եմ ասում, բայց հիմա արդեն վերջացրել եմ եւ արդեն շատ շուտով կլինեն նոր երգեր, որովհետև այս ալբոմս արդեն պատրաստ է, 10 քանի հատ ավելի երգ ունեմ, անկեղծ եմ ասում, բայց անձնական ժամանակ չունեմ, որ զբաղվեմ այդ երգերով ու տեսահոլովակներ եւ բաներ նկարեմ։ Կինոն հիվանդություն է զգուշացիր։ Այո, ես դա համաձայն եմ ու շատ ճիշտ է ու քիչ-քիչ սկսում եմ բուժվել այդ։ Պետք չի բուժվել, պետք է դրա հետ մեկտեղ շարունակել երգարվեստում գործունեությունը։ Ես գիտեմ, որ գիրք ես նաեւ նախապատրաստում, այդ երգ կլինի։ Եմ արդեն 3-րդ տարին է, որ սկսել եմ։ Նու ինքը ավելի շատ ոչ թե տենց գիրքա փիլիսոփայական տենց նատպրոպուստու վարժի կամ ինչ որ բան գիրք չի, ինքը ավելի շատ իմ կյանքն է, այսպես ասած, ինքնակենսագրական է, բայց ինքը նաև ունի մշակութային պատմական, դոկումենտալ, հա, այսինքն ինքը այդ ամեն ճյուղերը ունի, ես ոնց որ իմ տեսանկյունից նկարագրում եմ այդ իրավիճակը եւ այդ իրավիճակում ինչեր էր կատարվում, այսինքն սենց իմ պրիզմայով ներկայացնում եմ այդ ժամանակահատվածը դոկումենտալ տեսանկյունից, ունդեղ ընթացքում նաև իմ փոքր ժամանակվա
եւ բանաստեղծությունները կա, եւ մրցույթները կա, եւ իմ ուսուցիչների խոսքը կա, եւ իրանք անձամբ իրանց գրածները կա։ Ու տենց ինքը տենց կիսա դոկումենտալիստական եւ կիսա ինքնակենսագրական ինչ որ մի բան է, չգիտեմ դեռ ինչքանով է դա հաջողված, բայց դա նույնպես այդ դրա ոնց որ ամբողջ քննարկված, ամբողջը մտածված է, ոնց է լինելու, ինչ աբլոշկա է լինելու եւ այլն, այդ ամեն ինչը սա հարած է։ Սպասում ենք։ Հա, ուղղակի էլի ժամանակային մի քիչ խնդիր կա, մնացել է մի քանի բան, որ տենց արդեն ավելացնեմ, ինքը ընդհանուր վերջացրած է, բայց ոնց որ ընթացքում որ իրանք կարդալով գնում են, ինչ որ նոր բաներ են հիշում ու ավելացնում։ Էլ մի կարդա։ Դուր արդեն ծրագրիչների, սղագրիչների, խմբագրիչների Լյոկա շատ մերսի այսօրվա համար։ Ես ինչքան խոսում ենք, այդքան հասկանում եմ, որ խոսելու նյութը անծայրածիր է եւ անսահման։ Նախ շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել քեզ հետաքրքիր, ինձ համար նաև հետաքրքիր զրույցի համար։ Այս շատ նուրբ բան է, որը շատ շատերները չեմ կարողանում բացել, բայց ուզում քեզ դրա համար մեծ շնորհակալություն ասել։ Ապրես որ եկար, իսկ քո զբաղված առօրյայի մեջ գտար այդ ժամանակը ինձ հետ ժամանակ անցկացնելու, զրուցելու, շփվելու համար։ Ես վստահ եմ, որ մենք էլի հանդիպելու ենք հարցազրույցների շրջանակներում, դե մնացածն էլ չեմ ասում։ Սիրով։ Արի գրկեմ մի հատ։ Շատ շնորհակալություն ձեզ, շատ Մերսի։ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, մարդատեղ դնելու համար։ Չմոռանաք միանալ Լյոկայի բոլոր էջերին Instagram-ում, Facebook-ում, ինչպես նաև lyoka.am կայքը, որը բավականին հագեցած է եւ ստեղծագործություններով։ Վերջերս չես թարմացնում, ես հետևել եմ։ Ֆիլմերը հիվանդություն են։ Այո, մնացածը արդեն էկրանից դուրս։ Ու շատ խնդալու է, չէ՞, դու միացեք Լյոկայի էջերին ու ինքս ես լուրջ։